Բարև ձեզ սիրելի լրագրողներ, սիրելի հայրենակիցներ, մենք այստեղ ունենք 3 էկրան, մյուսը ինչ մեծ է, բայց մեր օպերատորները փակել են, այս երկուսի վրա փորձեմ ներկայացնեմ։ Նախ փորձեմ կարճ մինչև 10-15 րոպեի ընթացքում ամփոփենք նախորդ տարին առկա թվային ցուցանիշները, հիմնական անելիքները, այնուհետև եթե իհարկե կլինեն հարցեր, մեծ սիրով պատասխանեմ, այս բանին ուղղակի նշեմ, որ գիտեք ամփոփված է որպես հնայի աճ միայն 3 ամիսները եւ առաջին համապատասխանաբար 5.2, 6.4 եւ 6.2% տնտեսական աճ ենք ունեցել առաջին 3 եռամսյակներում եւ ակնկալում ենք, որ համեմատաբար բարձր աճ ենք ունենալու նաեւ 4-րդ եռամսյակում։ Ամեն դեպքում տնտեսական ակտիվության ցուցանիշները դրա մասին են նախորդիվ վկայել։ Եթե 3 եռամսյակներով նայենք, օրինակ տեսնում ենք, որ նաև զուգահեռ թե որքան տրիլիոն ուրեմն դրամի համախառն ներքին արդյունքը ըստ եռամսյակների ստեղծվել եւ տեսնում ենք, որ 3-րդ եռամսյակը ամենամեծն է, այսինքն առաջին եռամսյակը համեմատաբար ավելի փոքր է, երկրորդը ավելի, երրորդը եւ վստահաբար ասում եմ դες, որ 4-րդը շատ ավելի մեծ է լինելու այս թվից։ Համախառն ներքին արդյունքն ընթացիկ գներով, քանի որ ամփոփվել է 24 թվականը, 25-ը դեռ չի հրապարակվել, ըստ տարիների 10.2 տրիլիոն արդեն մեր նախնական հաշվարկով 10.85-86 տրիլիոնի կարգի է լինելու 25-ի արդյունքները, երբ որ ամփոփելու կլինենք եւ տնտեսական աճերն են ըստ տարիների 24-ին 5.9 էլի հուսով ենք, որ 25-ին 6 եւ ամբողջով կսկսվի տնտեսական աճը, բայց բնականաբար չկա դեռ ամփոփած, չեն կարող դրա մասին վերջնահարցություն կնոսել։ Եվ 24 թվականի դոլարային արտադրության մեր հնան արդեն հասել էր 26 միլիարդ դոլարի եւ կարծում ենք, որ ըստ էության արդեն մինչեւ 28 եւ մի փոքր ավել կլինի նաեւ տարվա արդյունքներով 2025-ը։ Մեկ շնչին ընկնող դոլարային արտահայտությամբ հնան է, որը 8556 էր 24 թվականի արդյունքներով եւ կարծում ենք, որ 9000-ի շեմը էլի կանցնի արդեն 2025-ի արդյունքներով, որոնք որ բնականաբար կհրապարակվեն փետրվար ամսին մի փոքր ավելի ուշ, ես բնականաբար շատ նախնական մեր գնահատականներն եմ այստեղ ասում։ Հիմա գանք այն կետերին, որոնք որ արդեն ամփոփված է տնտեսական ակտիվությունը, որը 9.1% է եղել, ավելի բարձր քան անցած տարի։ Եթե անցած տարի 8.3% է եղել մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը, արդեն 25-ին եղել է 9.1% եւ եթե նկատում եք բոլոր տնտեսության բոլոր ոլորտները աճել են, ծառայությունները ավելի քան 10%-ով, առևտուրը 3%-ով, գյուղատնտեսությունը մոտ 6%-ով, շինարարությունը ավելի քան 20%-ով, արդյունաբերությունը 4.7%-ով, մասնավորապես մշակող արդյունաբերությունը 3.3%-ով, արտահանման եւ ներմուծման կրճատում ունենք, որը պայմանավորված է պարզ ոսկու վերարտահանման կրճատումներով, ինչպես նաեւ այլ ապրանքներ են որոշակիորեն կրճատվել, որոնք այսպես ասած սանկցիոն մեխանիզմների խստացման հետ են կապված, իսկ դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը խիստ հետևում է, այսինքն ցանկացած որոշում, որ Եվրոպական միությունը կամ Միացյալ Նահանգները օրինակ ընդունում է Ռուսաստանի դեմ, որ այս կամ այն ապրանքի հետ կապված, մենք դա անմիջապես իգիտություն ենք ընդունում եւ համապատասխան որոշում ենք կայացնում։ Այդ պատճառով օրինակ այն ինչ որ ենթադրենք 23 թվականի Հայաստանի տարածքով գնացել է կամ 24-ին, 25-ին օրինակ թույլ չենք տվել, որովհետեւ մենք սերտ աշխատում ենք եվրոպական մեր գործընկերների հետ այդ առումով եւ դա է պատճառը, որ որոշ ուղղություններով կա վերարտահանման կրճատում։ Արտահանման տեսակարար կշիռն է, այստեղ հետաքրքիր է, կարծիքով ամենահետաքրքիրն է, որ նախորդ տարի մենք Եվրոպական միության մասնաբաժինն է մեր արտահանման մեջ 4.7% էր, այս տարի արդեն բարձրացել է 7.9%-ի։
գրեթե կրկնապատկվել է այդ մասնաբաժինը եւ այդտեղ կարևոր նշանակություն ունի իհարկե երկու հանգամանքեր նշանակություն ունեցել մեկը այն որ եվրոպական միությունը արտահանումը ավելացել է դրա մասին քիչ հետո ես կներկայացնեմ եւ երկրորդը նաեւ որ այդ բարձ վերարտահանման այսինքն այդ կրճատումը որ նախորդ տարիներին եղել է ասենք 15-20% հետո դարձել է ենթադրենք 8% դա այն պատճառով չի որ եվրոպական միությունը արտահանումը կրճատվել է կամ այն ժամանակ շատ մեծ է եղել այդ պատճառով է եղել որ մյուս ուղղություններով այդ ոսկու վերարտահանում ադամանդի վերարտահանում ենթադրենք պլատինի վերարտահանում կամ հեռուստացույցի ու սմարթֆոն ժամացույցի վերարտահանում դրանք նախկինում չեն եղել հետո ինչ որ բան եղել են հիմա նորից չկա օրինակ նույն սմարթֆոն ժամացույցը մենք տարվա ընթացքում այդ կոդը արգելել ենք վերարտահանում տեղի ունենա որովհետև եվրոպական գործընկերները դրա մասին մեզ խնդրել են մենք նաև կոմունիկացրել ենք Ռուսաստանի գործընկերների հետ այսինքն այդ մասը շատ թափանցիկ է եւ աշխատանքը այդ առումով տարվում է տնտեսության զարգացման ամենալավ ցուցանիշներից մեկը դա աշխատատեղերի թիվն է, գրանցված աշխատատեղերի թիվը։ Եվ դեկտեմբեր ամսին արդեն 821,470 գրանցված աշխատատեղ կար։ Սա ինչ է նշանակում։ Մենք ընդհանրապես 18 թվականի մայիսից հետո անդադ ասում են, որ դա այսպես ասած այն սիրելի գործընկերներ դուք արեցիք դա։ Ես խնդրում եմ ուրեմն վերջին տարիներին տեսեք ինչ էր տեղի ունենում անդադ ասում են դե չգրանցած աշխատողները գալիս են գրանցվում են բայց դա չափ ունի ժողովուրդ ջան կարող լինի 10,000 20,000 100,000 բայց այդ ամեն ինչը չափ ունի եւ արդյոք այդ չափը այդ ամենամեծ չափի ցուցիչը հետեւյալն է 6%-ով աճել է աշխատավարձը 6%-ով աշխատատեղերը 6%-ով տնտեսությունը Այ եթե լիներ խիստ անհամաչափություն, օրինակ 26%-ով աճեր աշխատատեղերը, բայց տնտեսությունը աճեր 6%-ով, աշխատավարձն էլ աճեր 6%-ով։ Ես կասեի, որ թաքնված աշխատատեղերը եկել գրանցվում են։ Եթե այդ համաչափությունը պահպանվում է, նշանակում է մենք արդեն եկել ենք նրան, որ այդ չգրանցվածը հա դեռ կա, բայց այդ չգրանցվածի պոտենցիալը արդեն շատ քիչ է։ Եվ նոր արձանագրվող աշխատատեղերի մեջ իրականում հենց այն աշխատատեղերն են, որոնք իրապես նոր են ստեղծվում։